Նորից բարև հայր ջան, չես հասցնում մի նորությունը մարսես մյուսնա գալի նախորդին հակասելով։ Մի քանի ժամ առաջ Նախիջևանին Իրանի կողմից հարված հասցնելու վերաբերյալ վիդեո տեղադրեցի ալիքումս ու դրանից ամենչապես հետո իմացա, որ Իրանը պաշտոնապես հերքել է այդ լուրը։ We are not targeting our neighboring countries, For this incident, I have heard about it from you. I should investigate it, what the source of information and the nature of the information is, and I can comment later on. Thank you very much, Deputy Prime By the way, this is not the policy of this Islamic Republic. Actually, to attack or to target the neighboring countries, unless the military bases of our adversaries, namely the Zionist regimes and the United States of America, are active there and are used to attack innocent people in the Islamic Republic of Iran, because we have announced it from the beginning that if there is any military bases in the region and they are used to attack Iran and the forces of the Americans are there, we will target. So that was the policy that we have announced. Ես կարծում եմ, որ ամեն դեպքում ոչ մի պատահական բան չկա։ Եթե այս իրոք Իրանն է խփել, ապա դրա վերաբերյալ հայտնածս կարծիքը նախորդ վիդեոյով ասել եմ ու դա տենց էլ կա։ Իսկ եթե Իրանը հերքում է ու բացի իր հերքելը նաև իրականում ինքը չի խփել, ստեղ արդեն լրիվ ուրիշ պատկեր է բացվում։ Ստեղ արդեն հարցը այն մասին, թե այդ հարվածը ճիշտ է թե չէ, այս հարցն արդեն էական նշանակություն չունի։ Ստեղ արդեն ուրիշ հարց է ծագում, թե ում է պետք, որ այդ ճիշտ թվա։ Ոնց գիտենք ու ոնց բազմիցս համոզվել ենք, աշխարհաքաղաքականության մեջ իրականությունը հաճախ երկրորդական է, առաջի հերթին միշտ նպատակն է, ու եթե հասկանում ես նպատակը, հասկանում ես ամբողջ խաղը։ Ու ինչ ունենք այս պահին, իրար հաջորդող երկու լուր։ Առաջինը, որ Իրանը խփել է Նախիջևանին, երկրորդը, որ Իրանը պաշտոնապես հերքում է այդ լուրը։ Սովորական դիտողը ստեղ տենում է ամենամակերեսային երկու տարբերակ, կամ Իրանը հարվածել է, կամ էլ չէ։ Բայց իրական աշխարհաքաղաքականությունը երբեք չի աշխատում տենց մանկական երկընտրանքով։ Շատ հաճախ ամենակարևոր իրադարձությունը հենց այն է, որը տեղի չի էլ ունեցել, բայց ստիպել են կամ փորձել են ստիպել բոլորին հավատալ, որ կարար եւ տեղի ունենար կամ նույնիսկ արդեն տեղի ունեցել է։ Ու մի բան հաստատ կասեմ, որ այլևս որևէ կասկածի ենթակա չի այն, որ մեր տարածաշրջանի ուժային դասավորվածությունը էլ առաջվանը չի լինելու, որտեղ բոլորիս աչքի առաջ այս պահին տարածաշրջանում ձևավորվում է նոր արմատական ռազմավարական հավասարակշռություն։ Իրանն ու Իսրայելը մտել են բաց, բայց հլևոր սահմանափակ դիմակայության փուլ։ ԱՄՆ-ն փորձում է վերահսկել այդ բախման խորությունը, որ այդ չվերածվի լիարժեք տարածաշրջանային պատերազմի, Ռուսաստանը փորձում է պահպանել ազդեցության մնացորդները, իսկ Թուրքիան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում։ Այս ամեն ինչի մեջ Ադրբեջանը դարձել է աշխարհաքաղաքական միջանցք ու ոչ միայն նավթի ու գազի, այլ նաև ռազմական, հետախուզական ու տեխնոլոգիական ազդեցության միջանցք։ Հենց այդ պատճառով Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները վաղուց արդեն դուրս են եկել սովորական հարևանության շրջանակներից։ Թեհրանում շատ լավ հասկանում են, որ եթե տարածաշրջանում ստեղծվի մի հարթակ, որտեղից հնարավոր կլինի Իրանի դեմ համակարգված ռազմական ու հետախուզական գործողություններ իրականացնել, ապա այդ հարթակը լինելու է հենց Ադրբեջանի տարածքը, ու այս ինչ որ նոր բան չի։ Տասնամյակներ շարունակ Իրանը զգուշանում է հենց այն սցենարից, որտեղ իր հյուսիսային սահմանը կարա վերածվի հակաիրանական գործողությունների հենակետի։ Այդ պատճառով Իրանի ռազմական դոկտրինում կա մի հատ հաստատված սկզբունք, որը բաց տեքստով շատ քիչ են քննարկում։ Այդ սկզբունքն է, որ թշնամուն թույլ չտա ամրանալ իր սահմանների մոտ, ու այս հենց այն նույն սկզբունքն է, որով ժամանակին գործել են բոլոր մեծ պետությունները՝ ՀՌՄ, բրիտանական կայսրությունը, ԱՄՆ-ն սառը պատերազմի ժամանակ։ Հիմա պատկերացրեք հետևյալ սցենարը. տարածվում է տեղեկություն, որ Իրանը հարվածել է Ադրբեջանի տարածքին։ Ադրբեջանն այդ օգտագործում է որպես հիմնավորում, որ իր տարածքը ավելի բաց դարձնի Իսրայելի ռազմական ու հետախուզական ներկայության համար։ Իսկ Իսրայելն էլ այդ ներկայությունը ներկայացնում է որպես պաշտպանական համագործակցություն։ Ու հենց ստեղ է, որ ասում եմ, տարածաշրջանում ստեղծվում է նոր իրավիճակ։ Իրանի հյուսիսային սահմանին սկսում է ձևավորվել ուղղակի ռազմավարական ճնշման գոտի, ու եթե այս սա դրանքը, ապա դրա նպատակը շատ պարզ է՝ ստեղծել նենց միջավայր,
որտեղ ռազմական ներկայությունը կարա արագ աճի առանց բաց պատերազմի հայտարարության։ Այս մեխանիզմը շատ հին է իրականում, այդ օգտագործվել է համ սառը պատերազմի ժամանակ Եվրոպայում, համ մերձավոր Արևելքում, համ անգամ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Սկզբում ստեղծվում է լարվածություն, հետո այդ լարվածությունը օգտագործվում է ռազմական ներկայությունը օրինականացնելու համար, վերջում էլ այդ ներկայությունը դառնում է նոր իրականություն։ Բայց այդտեղ կա մի հատ ուրիշ շերտ, որը մեզ հայերիս պետք է մտահոգի առավելագույն չափով։ Քանի որ երբ տարածաշրջանում սկսում են ձևավորվել նոր ռազմավարական առանցքներ, փոքր երկրները հաճախ դառնում են միջանցք, ոչ թե սուբյեկտ։ Ու եթե դու միջանցք ես, ապա քեզնով անցնում են բոլորի շահերը, բայց ոչ մեկ չի պաշտպանում քո շահը։ Հենց էսա հարավային Կովկասի ողբերգական իրականությունը վերջի 100 տարվա ընթացքում, հələ մի բան էլ ավել։ Մեծ ուժերը ստեղ գալիս են իրենց խաղերով, իսկ տեղական պետությունները անգամ չեն էլ հասցնում հասկանալ, ինչ խաղի մեջ են ներգրավված։ Այսօր տարածաշրջանում ձևավորվում է մի հատ նոր աշխարհաքաղաքական եռանկյուն՝ Իրան, Իսրայել, Թուրքիա։ ԱՄՆ-ն փորձում է վերահսկել այս հավասարակշռությունը, Ռուսաստանը փորձում է չկորցնել այն, ինչ իր ազդեցությունից հələ մնացել է։ Մի խոսքով հիմա ստեղ ձևավորվում է մի հատ քաղաքականապես բարդ համակարգ, ու այս ամբողջ բարդ համակարգի մեջ հարավային Կովկասը դառնում է մարտավարական տարածք, ոչ թե ռազմավարական կենտրոն։ Որովհետև ստեղ փորձարկվում են ճնշման մեխանիզմներ, ստուգվում են դաշինքների սահմաններ, խաղացվում են այն կոմբինացիաները, որոնց հետևանքները հետո տարածվում են ամբողջ տարածաշրջանի վրա։ Ու մեր համար ամենակարևոր հարցը, մենք հայերս այս ամբողջ գործընթացում դիտող ենք ելնելու, թե վերջապես հասկանալու ենք մի հատ պարզ ճշմարտություն, որ աշխարհաքաղաքականությունը երբեք չի սիրում դատարկ տարածք։ Եթե դու չունես քո սեփական ռազմավարությունը, քեզ sense տենես դարձնելու են ուրիշի ռազմավարության գործիք։ Եթե դու չունես քո սեփական խաղը, ուրեմն քեզ կօգտագործեն ուրիշների խաղում որպես խաղաքար։ Եթե դու չունես քո սեփական ուժը, քեզ միշտ կբացատրեն, թե ինչի պետք է ընդունես ուրիշների որոշումները։ Ու մենք հիմա իշնորհիվ Հայաստանում տիրող հակահայկական համակարգի հենց այս իրավիճակում ենք, որ չունենք ոչ մեր սեփական ռազմավարությունը, այսինքն ով ինչ պահանջում ու ուզում է խելոք տալիս ենք ու խելոք փոփոխում ենք։ Չունենք մեր սեփական խաղը ու չունենք մեր սեփական ուժը, որտեղ համակարգը իր դեմքերին փոխելով թույլատրեց Հայաստանի ուժը իր բոլոր տարբերակներով, բանակից մինչև գիտնականներ, հոգևորականությունից մինչև մշակույթ, ու քանի հանդուրժող ժողովուրդ ունենք, կամ ավելի ճիշտ ընտելացող, իսկ ավելի ճիշտ ուղղակի վախկոտ ու պետական մտածողությունից կիլոմետրերով հեռու, դրա համար էլ հիմա ունենք այն, ինչ ունենք, ու հիմա գոնե կարևորը հասկանանք, որ այսենց նմանատիպ միջադեպերին չպետք է նայենք որպես մի օր տևող լուր։ Սրանք կոնկրետ աշխարհաքաղաքական ազդանշաններ են, ու ամեն անգամ, երբ տարածաշրջանում հնչում է նման ազդանշան, պետք է հասկանալ մի բան, որ խաղն արդեն սկսվել է, ու հարցը մենակ այնա, թե ով է խաղացողը ու ով է սեղանի վրա դրած որպես խաղաքար։ Այ այսքանը գոնե հիմա կարողանանք հասկանալ, միգուցե այն պահին, որ բոլորս հասկանանք, որ մենք ընդհանրապես խաղաքար ենք, գոնե դա մեր մեջ արթնացնի մի զգացողություն, որը կստիպի դուրս գալ այս համակարգի դեմ պայքարել։ Բայց քանի որ այդ չկա, նորից եմ ասում, ցավոք ունենք այն, ինչ ունենք։ Ու վերջում մի մտքով ձեր հետ կիսվեմ, որը իրոք արժի հիշել։ Պատմության մեջ պետությունները չեն կործանվել այն պատճառով, որ իրանց շուրջ պատերազմներ են եղել։ Պետությունները կործանվել են այն ժամանակ, երբ իրանց առաջնորդները չեն հասկացել, թե ինչ խաղ է ընթանում իրանց շուրջ, կամ էլ ավելի ակտուալ օրինակով ասեմ, երբ անգամ հասկանալով հանդերձ ուղղակի թքած են ունեցել ժողովրդի ու պետության ճակատագրի վրա։ Ու էդ էլ է մտնում նրա մեջ, որ ասում եմ ունենք այն, ինչ ունենք։ Հիմա եթե ամփոփենք այս ամբողջ տեղեկատվությունը, արդյունքում այս ամեն ինչից կարանք հետևություն անենք, որ տարածաշրջանում պատերազմը երբեմն սկսվում է ոչ թե հրթիռով, այլ ընդհանրապես մի լուրով։ Ու մենք հայեր ջան անճար չենք իրականում, որովհետև պետությունների ճակատագիրը որոշվում է ոչ թե նման լուրերի ճշմարտությամբ, այլ այն բանով, որ արդյոք ժողովուրդը հասկանում է խաղը, թե շարունակում է հավատալ մենակ լուրերին։ Այս վիդեոյի նպատակը այն էր, որ լուրը ստանալուց բացի օգնեմ նաև հասկանաք ընդհանուր խաղը, ու չի բացառվում, որ պատերազմի ընդլայնման հետ այս ամեն ինչի մեջ ներգրավվի նաև Հայաստանը, այսինքն ճիշտ նույն ձևով, ոնց որ Ադրբեջանին տենց մեր տարածքն օգտագործեն Իրանին խփելու համար։
Իմիջայլոց էսել տրիպը գովացողների համար, այ հիմա հասկանալի է տրիպը ինչի համար էր կառուցվում։ Տրիպից սենց թենենց օգտվելու էին մենակ Ադրբեջանը, Թուրքիան, մեկ էլ ԱՄՆ-ն, ու այդ իրականությունը մեզ միշտ պահելու էր հարվածի տակ։ Դուք պատկերացնում եք, եթե հիմա տրիպը պատրաստ լիներ։ Այդ ժամանակ Ադրբեջանն էլ իր վրից ռիսկերը կգցեր Հայաստանի վրա մեծ սիրով, Թուրքիան էլ, մյուսն էլ։ Ու ամբողջ պատերազմը ընթանալու էր Սյունիք-Իրան այս տարածքում։ Գոնե հիմա պատկերացնում եք այդ տրիպի վտանգները հետագայում։ Ու ես ես հələ ասում եմ ընդհանրապես Իրանի հակամարտության դեպքում, առանց դրա էլ մեր տարածքային կորուստների ու մյուս վնասների մասին էլ չեմ խոսում։ Ու տենալով Իրանի այս աչուձախ խփելու տաղանդը, կարամ հաստատ ասեմ, որ այն ժամանակ, երբ Հայաստանը կտրամադրի իր տարածքը որպես Իրանին հակադարձելու տարածք, այդ ժամանակ Երևանը կարադառնա մի հատ մեծ մարտադաշտ։ Ու տա Աստված դրան չհասնի, բայց ամեն դեպքում ես ասում եմ այն, ինչը ոչ մեկ չի կարա բացառի, այսինքն այն, ինչը հնարավոր է իրականանա։ Դրա համար կխնդրեմ ու կհորդորեմ բոլորիդ լինել մաքսիմալ զգոն, ուշադիր ու ցանկացած լուրի մեջ տենակ ոչ թե մենակ դրա բովանդակությունը, այլ նաև փորձեք գտնել դրա տակ թաքնված ենթատեքստն ու նպատակը։ Եթե չստացվի, ապա ես հաճախակի այս իրադարձություններին կանդրադառնամ, հետևեք ալիքին, որ ոչ մի բան բաց չթողնեք ու ամեն ինչ տենակ նենց ոնց իրականում կա։ Իսկ եթե առանց իմ ասելու էլ նկատում ու հասկանում եք, ապա մեկը էլի լսեք ինչ եմ ասում ու բոլորիս հասկացածն ու նկատածը համադրենք ու 5 քայլի փոխարեն 10 քայլ առաջ տենանք, թե մեզ ինչ է սպասվում։ Հուսամ այս վիդեոյով օգնեցի ձեզ այս հարցում էլ ամբողջական պատկերը քիչ թե շատ պարզ տենաք ու ընկալեք։ Կխնդրեմ չմոռանաք լայքերը, չմոռանաք կիսվել ու ով բաժանորդագրված չի, բաժանորդագրվեք ալիքին։ Մեկ էլ այցելեք մեր պաշտոնական կայք, ով ծանոթ չի մեզ ծանոթացեք մեր հետ, ով ծանոթ է մեզ, բայց ծանոթ չի մեր ծրագրերին, ծանոթացեք մեր ծրագրերի հետ։ Մի խոսքով ամեն ինչ այնտեղ կա, բայց կարևորագույնը այս պահին այնտեղ կա ֆինանսական աջակցություն բաժին, հերթական անգամ խնդրանքս է, որպեսզի աջակցեք վերածննդի շարժման իրազեկման արշավին ֆինանսավորելու հարցում։ Նախապես էլ բոլորիդ շնորհակալություն։ Ովքեր էլ արդեն իսկ մասնակցել են, Աստված առատապես օրհնի բոլորիդ։ Ու հայր ջան, այս պահի համար էլ այսքանը, կապի մեջ կլինենք, լավ մնաք ու օրհնվեք զգոնությամբ, աչալրջությամբ, բարձր սիրով ու իմաստությամբ։